2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունից հետո միայն 2024 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները ավելի քան կրկնապատկվել են, ավելանալով 1.3 տրիլիոն դրամով։ Սա այսօրվա փոխարժեքով ավելի քան 3.3 միլիարդ դոլար է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովում է 2024 թվականի բյուջեի կատարողականը ներկայացնելիս ամփոփեց նաև կառավարման 7 տարին, խոստացածն ու արված չարվածը։ Հեղափոխությունից առաջ էլ պետական բյուջեի եկամուտները աճ ունեցել են, շեշտում է Նիկոլ Փաշինյանը, բայց այդ աճին նոր տեմպ է տվել հեղափոխությունը, որի արդյունքում էլ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 2018-ից 2024 թվականը լրացուցիչ մուտք է եղել ավելի քան 1 տրիլիոն 684 միլիարդ դրամ կամ 4.2 միլիարդ դոլար։ Սա կրկնում եմ այն գումարն է, որ պետական բյուջե մուտք է եղել նախորդող շրջանի, մասնավորապես 2011-2017 թվականների բյուջեի աճի միջինացված թվերից ավել։ Իշխանությանը ուղղված ամենահաճախ հնչող քննադատությունն ու մեղադրանքը թալանվածը հետ բերելու, հանցագործներին պատժելու, հեղափոխական օրակարգը մոռացության մատնելու մասին է, խոստովանում է վարչապետը, բայց եւ շեշտում մերժում է այդ քննադատությունը, որովհետեւ Բայց 4.2 միլիարդ դոլարը օդից է ընկել, սիրելի ժողովուրդ, հարգելի ներկաներ, որտեղից այս 4.2 միլիարդ դոլարը։ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունը այո տվել է թալանվածը ետ բերելու, հանցագործներին պատժելու խոստում։ Բայց հեղափոխությունը եւ անձամբ ես խոստացել ենք նաեւ, որ հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանում վենդետաներ չեն լինելու, որ Հայաստանը լինելու է օրենքի եւ իրավունքի գերակայության երկիր։ Ուրեմն ինչպես ենք համատեղելու այդ թվում է իրար հակասող օրակարգերը։ Իրականում օրակարգերը իրար չեն հակասում եւ մենք հենց այդ օրակարգերի իրակցմամբ ենք զբաղված եղել եւ շարունակում ենք դրանով զբաղվել, այն է բացառել վենդետաները, վերադարձնել թալանվածը, պատժել հանցագործներին եւ Հայաստանի Հանրապետությունը չդարձնել բեսպրեդելի սև խորշ աշխարհի քարտեզի վրա, այլ ընդհակառակը օրենքի գերակայությունը դարձնել անշրջելի եւ ինստիտուցիոնալ։ Սա հարցի իրավական եւ բարոյական կողմն է միայն, բայց հարցն ունի նաեւ գործնական կողմ, շեշտում է Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասնում բանն այն է, որ թալանվածը կոնկրետ մի հասցեում պահեստավորված չէ, այսինքն ձևավորված է եղել թալանի գորդիան հանգույց։ Թալանվածը տեղաբաշխված է տարբեր տեղերում, տարբեր ձևերով։ Երբեմն դա Հայաստանում է, երբեմն արտերկրում, երբեմն մեզ հայտնի անձանց անունով է, երբեմն մեզ լրիվ անծանոթ, դրածո անձանց անունով, երբեմն անշարժ գույք է, երբեմն գումար, երբեմն արվեստի գործ, երբեմն բաժնետոմս։ 2019 թվականից սկսել ենք թալանի գորդիան հանգույցը արձակելուն ուղղված համակարգ ձևավորել։ Այդ գործը արել ենք հետևողական ու սկզբունքորեն։ Այդ գործը հետևողականորեն շարունակել ենք Քովիդի համավարակի, պատերազմի, ետպատերազմյան ճգնաժամի, տարածաշրջանային էսկալացիաների, համակարգային թալանի դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերի դիմադրության, աշխարհակարգի փլուզման, Հայաստանի ժողովրդավարական իմիջը միջազգայինորեն պահպանելու կենսական անհրաժեշտության պայմաններում, զուգահեռ տնտեսությունը աճեցնելով աննախադեպ չափերով 43.5%-ով։ Ուշադրություն դարձրեք։ 2018-24 թվականներին Հայաստանի տնտեսությունը աճել է իրական աճի մասին է խոսքը 43.5%-ով։ Ինչպես վեր նշեցի, այս ոչ գործընթացի զուգահեռ բյուջեին բերելով լրացուցիչ 4.2 միլիարդ դոլար եկամուտ, որն էլ ապահովել է երկրի կայունությունը, անկախությունը, մեծացրել ինքնիշխանությունը, ինքնուրույնությունը, հնարավորություն տալով երկրին ունենալ ինքնիշխանության այն նվազագույն գործիքները, որոնք չուներ նախկինում։ Վարչապետը օրինակներ է բերում։ Հայաստան մուտք գործող եւ Հայաստանից դուրս եկող քաղաքացիները անձնագրային հսկողություն անցնեն միայն ու միայն Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի զինծառայողների կողմից։ Ճոխություն, որ մեր պետությունը 33 տարիների անկախության շրջանում իրեն այդպես էլ չէր կարողանում թույլ տալ։
Կառավարող մեծամասնությունը իր ձեռքը չի վերցրել ապօրինի գույքի բռնագանձման համակարգը, այլ պետության համար ստեղծել է համակարգը, որը գործելու է ընդմիշտ։ Նիկոլ Փաշինյանի ընդգծումն է։ Իսկ միթե թալանված այս ընթացքում ցաք ու ցրիվ չի լինում, ցաք ու ցրիվ չեն անում։ Ոչ, որովհետև ավելի քան 1.7 միլիարդ դոլարի առերևույթ ապօրինի ձեռք բերված գույք այս պահին գտնվում է կալանքի տակ եւ դա հնարավոր չէ օտարել։ Իսկ այն մասը, որը նույնիսկ այս պահին կալանքի տակ էլ չէ, էներգիայի պահպանման օրենքի տրամաբանությամբ, եթե գումար է, պետք է դառնա գույք, եթե գույք է, պետք է դառնա գումար կամ բաժնեմաս, եւ հենց դրա համար է ստեղծվել ապօրինի գույքի բռնագանձման համակարգը, որ այդ գույքերը տեղորոշի, գտնի, ապացուցի ու վերադարձնի պետությանն ու ժողովրդին։ Եթե նույնիսկ դա ձևակերպված է այլ դրածո անձանց անունով, եթե նույնիսկ դա թաքցնելու տարբեր մանիպուլյատիվ սխեմաներ են գործարկվում։ Հաջորդ հարցադրումը, որը որպես քննադատություն է հնչում նաև, ինչու է հեղափոխական իշխանությունը այսքան զգույշ։ Մենք արդյոք կորցրել ենք մեր դուխը, թալանչիների իրավունքների համար ենք հոգ տանում, թե վախենում ենք նրանցից։ Ոչ ամենևին։ Մենք հոգ ենք տանում մեր պետության ու մեր ժողովրդի մասին, որովհետև ամենաթողություն, վենդետա հիշեցնող որևէ գործողություն այնպիսի վնաս կհասցնի մեր պետության միջազգային կերպարին ու հեղինակությանը, տնտեսությանն ու ներդրումային միջավայրին, որ նույնիսկ տասնյակ միլիարդավոր դոլարներով հնարավոր չի լինի այդ վնասը վերականգնել։ Այնքան կմեծացնի նման գործողությունը եւ տրամաբանությունը արտաքին անվտանգության մեր առանց այն էլ արկա խոցելիությունները, որ նման ճանապարհով գնալը կնշանակեր գործել ընդդեմ պետական շահի։ Արդարության եւ արդարադատության միջև կա ճեղք եւ երազանքի կետը եղել է ու դեռ շարունակում է մնալ այն, որ Հայաստանում արդարադատությունը հենց նշանակի արդարություն։ Ու պետք է խոստովանել, որ չենք հասել այս կետին։ Այստեղ կանխատեսում եմ արդեն իսկ ավանդական դարձած քննադատությունը, թե մենք բաց ենք թողել դատավորների վետինգի հնարավորությունը։ Այս քննադատությունը իրականում տեղին չէ երկու պատճառով։ Նախ ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության ժամանակ մենք պարտավորվել ենք, որ բոլոր պաշտոնյաները պետք է նոր Հայաստանում դրսևորվելու, իրենց ուժերը ներդնելու շանս ունենան եւ ճշգրիտ հավատանք ենք մնացել այդ խոստումին։ Եվ հետո Հայաստանում այսօր գործող դատավորների կազմը մոտավորապես 60%-ով նշանակվել է 2018 թվականից հետո։ Նաև չմոռանանք, որ մենք բառից բուն իմաստով 0-ից նոր հակակոռուպցիոն դատարան ենք ստեղծել 3 առաջին ատյանի վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններով։ Արդարության ու արդարադատության միջև առկա ճեղքի մասին ընկալումներն ու իրականությունը կարող են կապված լինել այն հանգամանքով, որ դատական համակարգը հեռացված է ժողովրդից, կտրված է օրգանական կապը։ Եվ առաջիկա նոր սահմանադրության ընդունման համատեքստում մենք լրջորեն պետք է քննարկենք երթվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը։ Ես գիտեմ եւ հարգում եմ բոլոր այն փաստարկները, թե փոքր երկրում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, խնամի ծանոթ բարեկամ կապերը շատ ուժեղ են, երթվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման պարագայում մենք կարող ենք կանգնել արդարադատության չիրականացման խնդրի առաջ։ Բայց նախ մենք այսօր էլ ենք կանգնած այդ խնդրի առաջ եւ բացի այդ խնամի ծանոթ բարեկամ կապերը ինչպես եւ որքան կգործեն երթվյալ ատենակալների դեպքում, նույնքան գործում են այսօր օպերատիվ աշխատողի, քննիչի, դատախազի, դատավորի դեպքում։ Եվ եթե նրանց մի մասին վստահում ենք արդարությունն ու արդարադատությունը որպես օպեր աշխատողների, քննիչների, դատախազների եւ դատավորների, մյուս մասին էլ կարող ենք վստահել որպես երթվյալ ատենակալների։ Եվ այս պարագայում արդարադատությունը ինչպիսին էլ այն լինի,
կտրված չի լինի ժողովրդից։ Վերադառնալով ամենաշատ քննարկվող թալանվածը հետ բերելու հարցադրումներին եւ ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման համակարգին, վարչապետը մանրամասնում է, այսօր արդեն Հայաստանի Հանրապետությանը վերադարձվել է շուրջ 210 միլիարդ դրամի գույք եւ դրամական միջոցներ։ Այսինքն այս 530 միլիոն դոլարի գույքերը եւ դրամական միջոցները արդեն իսկ վերադարձված են Հայաստանի Հանրապետությանը։ Կրկին ուզում եմ ընդգծել, որ ապօրինի գույքը տիրապետողների կողմից ցաքուցրիվ անելու ռիսկերը առավելագույնս կառավարվում են, որովհետև շուրջ 1.7 միլիարդ դոլարի գույք այսօր գտնվում է կալանքի կամ արգելանքի տակ։ Վերը նշված, վերադարձված եւ կալանքի տակ գտնվող գույքերը պատկանում են նախկին նախագահների, նախարարների, համայնքների ղեկավարների, քաղաքացիական եւ զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների եւ կամ նրանց ընտանիքի անդամների եւ կամ նրանց հետ փոխկապակցված անձանց։ Այդ գույքերը հատիկ առ հատիկ վերադարձվում են եւ վերադարձվելու են Հայաստանի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին։ Վարչապետը թվարկում է նաև այն գույքերը, որոնք արդեն իսկ պետությանն են։ Golden Palace Ծաղկաձոր հյուրանոցը, AUX-ի շենքը, Նորատուսի ռադիոկենտրոնը, մի քանի միլիարդ դրամ արժողության փողամասեր Երևանում եւ մարզերում։ Վարչապետը մանրամասնում է նաև իր տված խոստմանը համաձայն, օրինակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Հայաստանի Հանրապետությունը 21.8% փայաբաժին ունի։ Իսկ ուր են ուղղվել այդ միլիարդավոր դոլարները։ Հարցին Նիկոլ Փաշինյանը անդրադառնում է կետ առ կետ։ 2018 թվականից ի վեր, խնդրում եմ թվերին ուշադրություն դարձրեք, 233 միլիարդ 800 միլիոն դրամ հատկացրել ենք թոշակների ավելացմանը։ Այսինքն 233 միլիարդ դրամ միայն հավելյալ տվել ենք կենսաթոշակների ավելացմանը։ 2018 թվականից ի վեր ավելի քան կրկնապատկել ենք նվազագույն թոշակը։ 5 անգամ կենսաթոշակները բարձրացնելու որոշում են կայացրել։ Միջին կենսաթոշակի չափը ավելացել է 22.3%-ով։ Այս ցուցանիշն իհարկե բավարար չէ։ Պետք է հարց ծագի, այս ինչ է, 233 միլիարդ հատկացրել եք եւ ընդամենը միջինը աճել է 22.3%-ով։ Այո, բայց պետք է հաշվի առնել, որ վեր նշված գումարը բաշխվել է անընդհատ ավելացող թոշակառուների միջև։ Իսկ 2018 թվականից մինչև այսպա մեր սիրելի թոշակառուների թիվը ավելացել է 125,000 դրամով։ 2018 թվականից ի վեր 61 միլիարդ լրացուցիչ դրամ էլ հատկացվել է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի ծրագրին։ Բանն այն է, որ մինչև հեղափոխությունը, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի ծրագրի շահառու էին միայն աշխատող մայրերը։ Ծնելիությունը խթանելու համար նաև 0-ից նոր ծրագրեր են ներդրվել։ Վարչապետը օրինակները թվերով է ներկայացնում։ 31.4 միլիարդ դրամ տրամադրվել է երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ ծնված երեխաներին։ Այս ծրագիրը նախկինում գոյություն չի ունեցել եւ սկսել է գործել 2022 թվականի հունվարի 1-ից եւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 33,825 երեխա պետությունից, պետական բյուջեից, այդ հավելյալ 4.2 միլիարդից 50,000 ամսական դրամ աջակցություն է ստանում։ Իսկ ամենախոշոր ծրագրերից մեկի հասցեատերը դպրոցականներն են։ 99 միլիարդ դրամը տրամադրել են 300 դպրոց ծրագրի իրականացման համար, որով դպրոցական ենթակառուցվածք կստեղծվի, կհիմնանորոգվի կամ կնորոգվի 63,400 դպրոցականների համար։ 37 միլիարդ դրամը տրամադրվել է ուսուցիչների վարձատրությունը ավելացնելուն տարբեր ծրագրերով։ Ուսուցիչների աշխատավարձը բարձրացվել է 2019 թվականին համատարած, ապա գործողության մեջ է մտել կամավոր ատեստավորման ծրագիրը, ապա ԲՏՃՄ ուղղություններով եւ մինչեւ 100 երեխա ունեցող դպրոցների ուսուցիչների վարձատրության հավելումների ծրագիրը։ Արդյունքում 2018 թվականից ի վեր ուսուցիչների վարձատրության հիմնադրամը աճել է համախառն 37 միլիարդ դրամով, ինչը նշանակում է ուսուցիչների վարձատրության հիմնադրամի աճ 67%-ով եւ այսօր Հայաստանի Հանրապետությունում 597,500 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա։
Բարձրացվել է նաև գիտաշխատողների աշխատավարձը 105-ից 300%-ով, գիտության ֆինանսավորմանը տրամադրվել է հավելյալ 74.3 միլիարդ դրամ։ Հավելյալ 31 միլիարդ դրամ տրամադրել ենք բանակի ծառայողների աշխատավարձերի բարձրացմանը եւ այսօր Հայաստանում 582.000 դրամ աշխատավարձ ստացող շարքային զինվորական կա։ Նախորդող 7 տարիների համեմատ 2018-ից 2024 թվականներին հավելյալ 242 միլիարդ դրամ էլ տրամադրվել է ճանապարհների կառուցման համար եւ նախորդող 7 տարիների համեմատությամբ կառուցվել, հիմնանորոգվել եւ նորոգվել է 2000 կիլոմետր հավելյալ ճանապարհ։ Նիկոլ Փաշինյանը մանրամասնում է։ Ընդ որում ոչ ֆինանսավորման, ոչ ճանապարհների կառուցման այս թվերում ներառված չեն վարկային միջոցները, այսինքն հյուսիս-հարավ եւ այլ վարկերով կառուցվածքները ներառված չեն եւ դրանց ծախսմամբ իրականացված ճանապարհաշինարարական աշխատանքները ներառված չեն նաեւ սուբվենցիաներով իրականացված ճանապարհաշինարարական աշխատանքները։ Այսինքն առանց վարկերի եւ առանց սուբվենցիաների 2000 կիլոմետր հավելյալ ճանապարհ 2011-ից 2017-ի համեմատությամբ։ 2018 թվականից ի վեր սուբվենցիաների ընդհանուր փաթեթը կազմել է 225 միլիարդ դրամ։ Հայաստանի մարզերում որևէ 7-ամյակում այսպիսի ներդրում ուղղակի չի եղել, երբեք չի եղել։ Ընդ որում, մյուս կողմից էլ 2018-2024 թվականներին համայնքներին տրվող դոտացիաները նախորդող 7-ամյա ժամանակահատվածի համեմատ աճել են 159 միլիարդ դրամով կամ 57%-ով։ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, այդ բոլոր հաշվարկների մեջ արտահայտված չէ անշարժ գույքի հարկը։ Վարչապետն անդրադառնում է նաև անշարժ գույքի քննարկված եւ քննադատված հարկի նոր դրույքաչափերին։ Մանրամասնում այն ծանրացել է 100 միլիոն դրամ եւ ավելի արժեք ունեցող, այսինքն միջինից էականորեն բարձր գին ունեցող գույքերի վրա։ Խնդրում եմ, այն ինչ որ հիմա կասեմ, հատուկ ուշադրություն դարձրեք։ Մեր երկրում 100 միլիոն դրամ եւ ավելի արժեք ունեցող գույքերը ընդհանուր գույքերի մեջ, բոլոր գույքերի մեջ 100 միլիոն եւ ավելի դրամ արժեք ունեցող 0.62%-ն են։ Պատկերացրեք, մեր երկրում եղած գույքերի 0.62%-ն է, որոնց արժեքը 100 միլիոն դրամ եւ ավելի է։ Բայց այդ 0.62%-ը մեր կատարած բարեփոխումների արդյունքում վճարում է անշարժ գույքի հարկի 42.7%-ը։ 0.62%-ը վճարում է 42.7%-ը։ Հիմա աղմուկը իմացաք որտեղից է։ Ասել է, թե անշարժ գույքի հարկի համակարգի մեր իրականացրած բարեփոխումները առնվազն մի էական մասով նույնպես տեղավորվում են թալանածը վերադարձնելու տրամաբանության մեջ, որովհետև հարկերի ծանրակշիռ մասը վճարում են հարուստները, այդ թվում ապօրինի կերպով հարուստ դարձածները։ Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է իրենց ուղղված մեղադրանքները, երբ 2019 թվականին որոշում կայացրին եռաչափ 23, 28 եւ 36% եկամտային հարկը հարթեցնելու եւ համընդհանուր 20% եկամտային հարկ սահմանելու վերաբերյալ։ Այսօր դահլիճում ազգային ժողովի ընդդիմադիր հատվածում տեղ ունեցող բազմաթիվ ընդդիմադիրներ մեզ մեղադրում էին սոցիալական արդարության սկզբունքը խախտելու եւ հարուստներին աջակցելու մեջ, ինչին ի պատասխան մենք ասում ենք, որ հարստության լավագույն չափանիշը ոչ թե աշխատավարձն է, այլ անշարժ գույքը, եւ անշարժ գույքի հարկով մենք կկարողանանք կարգավորել առաջադրվող խնդիրը, ինչը ահա փաստացի իմ ասած վիճակագրությամբ ցույց տվեց, որ այդ բարեփոխումը ուղիղ 10-ին է խփել։ Շատ կարևորում եմ, որ մեր սիրելի հայրենակիցները այս նրբությունը տարբերակեն։ Անշարժ գույքի հարկերը մտնում են բացառապես համայնքային բյուջեներ, իսկ համայնքային բյուջեները պետք է ծախսվեն բացառապես քաղաքացու բակի, փողոցի, անմիջական միջավայրի բարեկարգման վրա։ Եվս մեկ անգամ անդրադառնալով մեղադրանքին, թե կառավարությունը բյուջե է լցնում, Փաշինյանն այն որակեց աբսուրդ։ Ասել եմ եւ կրկին ասում եմ, Հայաստանի Հանրապետության ոչ մի ընտանիք, ոչ մի իր բարեկեցության համար ավելի մեծ ծախս չի անում, չի կարող անել պարզապես, քան դա անում են տեղական եւ համայնքային բյուջեները։ Եվ պետական ու համայնքային բյուջեների մեծությունն ու չափն են արտահայտում յուրաքանչյուր քաղաքացու,
բառից բուն իմաստով յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության աստիճանը։ Բյուջեով է որոշվում, ասա երկրի բյուջեն ինչքան է, ասեմ ոնց ես ապրում դու, ասա համայնքային բյուջեն ինչքան է, ասեմ ոնց ես ապրում դու։ Անբարեկարգ ու աղքատ միջավայրում հարուստ լինել չես կարող, եթե անգամ սննդի պակաս չունես, բայց Հայաստանում նաև սննդի, հացի պակաս ունեցող ընտանիքներ կան, որոնց նկատմամբ անտարբեր լինել չեն կարող, նշում է Փաշինյանը, հիշեցնում, ըստ վիճակագրության ավելի քան 10,000 ընտանիք 10 եւ ավելի տարի անապահովության նպաստ է ստանում։ Շատ լավ, հաջորդ հարցը, բայց այդ հացի համար ով է վճարում։ Բա այն չենք ուզում, հարկ չենք, ընդեղ չենք ուզում, հարկ տանք, ընդեղ չենք ուզում, հարկ տանք, ընդեղ չենք ուզում, հարկ տանք, չենք ուզում։ Ով է վճարում այդ հացը։ Շատ լավ, մի տեղից տալիս ենք։ 10 տարի լավ թե վատ այդ մարդկանց ինչ որ հաց ենք հասցրել եւ ինչ ենք փոխել այդ մարդկանց կյանքում։ Ընդամենը մի բան։ Մենք ընդամենը 10 տարի նվաստացրել ենք այդ մարդկանց, իրենց դարձրել ենք կախյալ եւ աղքատությունը նրանց համար պետական մակարդակով դարձրել ենք մտածողություն, ապրելակերպ, հոգեբանություն եւ նրանց երեխաներին դատապարտել ենք աղքատ լինելու ճակատագրին։ Ստեղծված իրողության համատեքստում Փաշինյանն ընդգծում է, հպարտ է, որ քաղաքական մեծամասնությունը քաղաքական կամք է ցուցաբերել, ներդնելու անապահովության, գնահատման եւ աղքատության հաղթահարման նոր համակարգ, ինչը ենթադրում է մարդուն հաց տալուց բացի նաեւ տրվում է ջանք գործադրելու ժամանակ, որպեսզի կարողանա սեփական հացը վաստակելու հնարավորություն, կարողություն, գիտելիք եւ հմտություն ունենա։ Սա է մեր քաղաքականությունը եւ մեր ռազմավարությունը եւ սա ճիշտ ռազմավարություն է եւ արժանապատիվ ռազմավարություն է։ Իրինա Մկրտչյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։